Ողջույն սիրելի եկեղեցի, Հիսուսը ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս, շնորհավոր Սուրբ Ծնունդ, հալելույա, հալելույա, փառք Հիսուսին, փառք ամենակարող Աստծուն, եկեք միաբան, տերունական, Հայր մեր աղոթքով, սկսենք այսօրվա մեր տոնական ծառայությունը, Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր, և թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, և մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը, և զորությունը, և փառքը, հավիտյանս, ամեն Ամեն Հալելույա Եվ իսկապես թող ողջ փառքը և բոլոր ծափահարությունները վեր բարձրանան մեր Տեր Հիսուս Քրիստոսին Շնորհակալ ենք Տեր Հալելույա Ընդունիր ողջ ծափահարությունները Տեր Աստված Հիսուս Քրիստոս Օրհնյալ լինի քո ծնունդը, քո զավակների վրա, շնորհակալ ենք։ Սիրելիներս, և մինչ կանգնած ենք մեր Տիրոջ փառավոր ներկայության մեջ, Աստծո խոսքից մի հատված կարդանք, Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ 6-րդ խոսք, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, այսպես է ասում Աստծո խոսքը, Փառք մեր Տիրոջը, հալելույա, և սիրելիս, ձեռքդ մեկնիր, պարզիր, սրտացավությամբ, աղոթեք այս կարիքների համար, Հայր իմ արքա, մենք գոհանում ենք քեզանից, որ ամեն խնդրի մեջ մենք ունենք լուծում, և մենք խնդրում ենք, որպեսզի այս փառավոր օրը քո լույսը ծագի ամեն մարդու սրտում, ում անունը այստեղ նշված է, ով փրկության կարիք ունի, ով բժշկության, ով մոլորված է Տեր ու ճանապարհ է ուզում, հստակություն, լսիր ծնողի աղոթքը երեխայի համար, երեխայի աղոթքը ծնողի համար, և թող քո լույսը գա բոլոր այս մարդկանց վրա, Տեր Աստված, մենք նաև խնդրում ենք մեր Հայաստանի համար, մեր հայրենիքի համար, Հայր իմ Աստված, ողորմիր մեր երկիրը, այս հրաշալի օրով իսկապես թող քո լույսը ամեն ընտանիքի մեջ վառվի, ամեն ընտանիքի մեջ քո աստղը, քո ծնունդը մատնանշող աստղը վառվի, Տեր Աստված, փշրի ամեն հեթանոսական ավանդույթներ, Տեր իմ արքա, թող այսօր իսկապես ամեն մարդ իր սրտում վերապրի, ով էր Քրիստոսը, ինչու ծնվեց և ինչ տվեց ինձ նրա ծնունդը, Տեր Աստված, օրհնիր մեր ղեկավարությունը, մեր իշխանությունները, ամեն օրենք, որ հանում են Տեր իմ Աստված, թող ամեն բան լինի քո հսկողությամբ և քո կամքով, Տեր իմ արքա, մենք աղոթում և օրհնում ենք նաև Ռուսաստանը, Տեր, շնորհակալություն ենք հայտնում քեզ և խնդրում ենք նաև, որ քո լույսը ծագի այս ազգի վրա, այս ժողովրդի վրա, այս երկրում ապրող ամեն մի ազգի վրա, ողորմիր ամեն մեկին, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, մեր բոլորիս խնդիրները տարբեր են, բայց մենք բոլորս քո կարիք ունենք, Տեր Աստված, և թող այս փառավոր օրը քո լույսը գերբնական ձևով դռներից, պատուհաններից, դարպասներից ներս մտնի, Տեր Աստված, ամեն մեկի սրտի ու մտքի մեջ, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, ամեն, ամեն,
Փոքրիկս, արդեն քնելու ժամանակն է։ Վաղը մեզ հրաշալի օր է սպասվում։ Ես գիտեմ, վաղը նշել ենք Հիսուսի ծնունդը։ Մամ, իսկ երկնքում ինչպես են նշում Հիսուսի ծնունդը։ Շատ եմ ուզում տեսնել։ Ես էլ կուզեի տեսնել։ Արի նայենք։ Ահա եւ պատմությունը։ Ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, Քրիստոս Տերը, եւ այս լինի ձեզ նշան։ Մի երեխա կգտնեք մսուրի մեջ, եւ մոգերը փնտրում էին Հիսուսին, որովհետև տեսան, թե ինչպես երկնքում մի զարմանալի աստղ վառվեց։ Մամ, իսկ ես աստղ ունեմ։ Քրիստոսի աստղը կարող է վառվել քո սրտի մեջ։ Գիտես, երբ ինչ-որ մեկի համար խնդրում ենք Հիսուսին, նա անպայման օգնում է, որ նրա սրտում էլ վառվի աստղը եւ ուղարկում է իր սուրբ ծննդյան նվերը։ Լավ, արդեն ուշ է, վաղը կշարունակենք, իսկ հիմա քնի։ Մութ գիշեր, սուրբ գիշեր, Մեմ կփայլի աստղը Բեթլեհեմի, Այնտեղ փրկիչը ծնվեց, Սիրելի Հիսուս, թող քո աստղը վառվի մեր փոքրիկների սրտերում, պաշտպանիր նրանց չարից։
վերցրել եմ իմ աստղը, պատկերացնում ես, իրենք ուզում են գողանալ, բայց այն ինձ մոտ է։ Ախր ես վերցրել էի, կորցրեցի։ Չէ փոքրիկս, դու այն չես կորցրել, այն քո սրտի մեջ է հիմա վառվում, և քեզանից Քրիստոսին ոչ ոք չի գողանա։ Փառք ամենակարող Աստծուն, եկեք բարձր ծափարենք մեր Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Հիսուսը քո սրտում ծնվել է սիրելիս, չթողես ոչ մեկ գողանա երբեք։ Աստված օրհնի քեզ, Քրիստոս ծնվեց ու հայտնվեց սիրելիս։ Փառք Տիրոջը, շնորհակալություն, Տերը օրհնի ձեզ շատ։ Փառք Աստծուն, ես կխնդրեմ, եթե հնարավոր է, չգիտեմ էլ ինչ ասեմ աստիճաններին, եթե հնարավոր է նստեք, կներեք, դահլիճն է փոքր, հա։ Դրա համար էլ Հիսուսը ասեց, իմ հոր տանը շատ բնակարաններ կան, այնտեղ նեղվածք չի լինելու։ Առայժմ եկեք հարմարվենք այս նեղվածքին, բայց հետո նեղվածք չի լինելու Տիրոջ տան մեջ։ Աստված օրհնի քեզ։ Թող Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ հետ լինի։ Շնորհակալ եմ, որ դու այսօր այստեղ ես։ Եվ թող կրկնակի օրհնված լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ կամ կանգնած են, կամ աստիճանների են նստել։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալություն ամեն մեկիդ։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ։ Փառք ամենակարող Աստծուն։ Սիրելիս, այսօր մեր մոտ Սուրբ Ծննդյան միջոցառում է։ Հավաքվել ենք երկրպագելու մեր Տիրոջը, մի անգամ էլ ասելու, որ մենք իրան շատ ենք սիրում։ Եվ այսօր մենք մի անակնկալ ունենք, որը որ արդեն ահագին ժամանակ է մենք դրա վրա աշխատում ենք եւ չեմ ուզում շատ բան խոսամ, ավելի լավ է բոլորս իր հետ մի անգամից ռոլիկը նայենք, լավ։ Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը օրհնի ամեն մեկին։ Ես ուզում եմ խոսել մեր նոր ծրագրի մասին, քանի որ օրհնում ենք յուղ եւ բաժանում ենք մարդկանց։ Հիմա որոշել ենք ոչ թե յուղը գնել, այլ այդ յուղը ստանանք մենք ինքներս մեր տնկած ծառերից, մեր օրհնած ծառերից, որպեսզի ստանանք օրհնված յուղ։ Եւ այս տարի 2024 թվականի գարնանը մենք տնկեցինք Հունաստանում այստեղ զիթապտղի ծառեր եւ գիտեք ինչն է հետաքրքիր, այս ծառերը 3 տարի հետո նոր պտուղ են տալիս։ Մենք առաջի տարին եւ համարյա բոլոր ծառերի վրա պտուղ կա։ Ես ուզում եմ դուք տեսնեք, ոչ թե 1, ոչ թե 2, նայեք ինչքան պտուղ կա վրան։ Սա ամբողջը զեյթուն է եւ տեսեք Աստված արդեն իր հրաշք կարել է։ Օրհնված ծառեր եւ օրհնված պտուղ։ Մենք ոտում ենք ամեն ծառը, որ չակում ենք օծման յուղ։ Օրհնված լինի ամեն ծառի տված յուղը Հիսուսի անունով։ Ողջույն սիրելիներս, այսօր դեկտեմբերի 2-ն է, 2025 թվականի, ես գտնվում եմ Հունաստանում, մոտավորապես Թեսալոնիկեի, Աստվածաշնչյան եւ Կորինթոսի մեջտեղում։ Եվ ինչի եմ ես այստեղ։ Մենք այսպիսի մի երկնային ծրագիր ունենք, որ մարդկանց աղոթենք, օրհնենք յուղ բաժանենք, որպեսզի իրան գնան, մարդկանց համար աղոթեն, որպեսզի հրաշքներ, նշաններ լինեն, Տիրոջ զորությունը իջնի։ Եվ մենք գնում էինք յուղը եւ անվճար բաժանում էինք։ Հիմա մենք որոշեցինք, որ ինչ որ տարօրինակ յուղեր չվերցնենք ինչ որ գնված, չգիտես մեջի ինչա, որոշեցինք մեր ձեռքով, մեր ծառերը տնկենք այստեղ եւ ամեն ծառի համար աղոթել ենք, ամեն ծառը յուղով ոցել ենք, աղոթել ենք, օրհնել ենք, որ իրանք բերք տան եւ հրաշք եղավ, հենց առաջի տարին իրանք սկսեցին բերք տալ։ Հիմա երկրորդ տարին է, անցած տարի ենք տնկել եւ մենք արդեն այնքան բերք ունենք, որ կարող ենք մեր որոշ քանակի յուղը արդեն ստանալ, որտեվ սա մենք հիմա հավաքում ենք, հետո տանելու ենք ու քամենք եւ յուղ ստանանք, որպեսզի այդ յուղը անվճար բաժանենք ձեզ, որ բաժանենք, որպեսզի դու համարձակություն վերցնես, գնաս, օծես մարդկանց, աղոթես ու մարդիկ բժշկվեն։ Օրհնում եմ քեզ, որ դու լինես օծության մեջ եւ օծության շարժի մարդ։ Սիրելիներ, սա էր մեր առաջին արդյունքը։ Տնկելուց աղոթել ենք, աճացնելուց, ջրելուց աղոթել ենք, յուղով օծել ենք ամեն մի ծառը։
Մենք որոշեցինք, որ հոտներ ստանանք բնական ճանապարհով Աստվածաշնչյան հատուկ բույսերից, խոտաբույսերից։ Մենք վերցնելու ենք կինամոն, զմուռ, Հայաստանից բերված որոշ կրկին Աստվածաշնչյան խոտաբույս, հա։ Եվ այս երեքի համաձուլվածքից մենք ստանալու ենք հատուկ արամատ, որ մեր օծման յուղը ունենա բնական հատուկ արամատ։ Եվ մենք այն տանք քեզ, որ վերցնես, գնաս ու պոծես մարդկանց։ Աստված օրհնի քեզ։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Գիտես, ինձ 2 տարի մեր ժողովուրդը հարցնում են, հով ջան, ինչ կա Հունաստանում։ Ես ինչ լեգենդ ասես լսել էի, բայց 2 տարի պահում էինք մենք Հունաստանի հովիվի Մկրտիչ Իլիաննայի հետ, գիտեք, ոչ մեկ չի իմացել։ Գախնի պահել ենք, առաջինը այսօր դուք եք իմանում, ոչ մեկ դեռ չգիտի, հա։ Նենց որ առաջինը դուք իմացաք, սիրելիներս, ու իրոք հրաշք եղավ, մենք արդեն մեր յուղը ունենք, սա մեր անձնական, մեր ծառերից ստացած յուղն է ու ինքը անարատ է։ Մի անգամ եմ ասում, աղոթելուց օրհնել ենք, որ Տիրոջ օրհնությունով մեծանան ծառերը, Տիրոջ պաշտպանությունը լինի այդ ծառերի վրա, որ օրհնված պտուղ տան ու այդ ամեն ինչը հրաշքով մենք տեսել ենք այս տարի։ Մենք գնացել ենք, գիտեք, հույները տենց էլ չէին հասկանում, այս մարդը տարօրինակ մարդ է։ Սենց, գիտեք, ամեն կաթիլի վրա ոնց է ուրախանում։ Իրանք էլ նայում են, իրանք չեն կարող հասկանալ, ախր այս մարդը ինչից է սենց ուրախացել։ Հայաստանից թռել եկել է, որ 10 լիտր յուղ տանի։ Պատկերացնում եք իրանց կարծիքը, այդ գյուղի ժողովուրդը, տարածքի տարօրինակ են նայում, բայց մենք գիտենք սա ինչ թանկ է մեր համար, հա, որովհետև մենք ուզում ենք իրական անարատ հենց ամեն ինչով, որովհետև մենք առնում ենք զեյթունը սիրելիներս մեջը, ձեթը, չգիտես, զեյթունի ձեթա, ինչ են լցրել, ինչ են վաճառում, բայց մենք հիմա գիտենք, անձամբ հետևել եմ ամբողջ process-ին, ասել եմ մի հատ զեյթուն ձեր կողմից չգցեք, այս մերն է, սա մեր զեյթունն է, սա մեր յուղը պիտի լինի եւ ինքը հելա առայժմս դեռ յուղա, առայժմս դեռ ձիթապտղի յուղա, ձեթի յուղ, այդ որ ասում են ձեթ, ճիշտ գրական ինքը ձեթը հենց նշանակում է ձիթապտուղ, այսինքն սա ձեթ չի, յուղա ձեթի յուղ, զեյթունի յուղա, մենք ձեթ ասում ենք ամեն ինչի ձեթին, բայց սա հենց ձեթի, այսինքն զեյթունի յուղն է, բայց ինքը առայժմս ամենակարևոր բանը դեռ իր հետ արած չի։ Մենք իրան դեռ չենք օրհնել, դենք չենք հռչակել իրան։ Դրա համար ես խնդրելու եմ հիմա դու կանգնես ոտքի, ձեռքերդ պարզես, աղոթենք օրհնենք այս յուղը, որ ում վրա քսվի հրաշքներ լինեն, բժշկություն լինի, Տիրոջ օրհնությունը գա իր տան մեջ, հա։ Էսի ես ու դու ենք աղոթելու։ Քո համար ես կարա Երևանում աղոթեի սրա համար։ Ես բերել եմ հատուկ, որ ես ու դու իրար հետ աղոթենք, հա։ Ես ու դու իրար հետ աղոթենք, հռչակենք Տիրոջ օրհնությունը այս յուղի վրա։ Ու նոր էլի կտանենք Երևան էլ ամբողջ աշխարհով մեկ է լավ։ Հիմա պարզի ձեռքերդ աղոթենք, օրհնենք։ Երկնային Արքա, մեծարում ենք քո սուրբ անունը, գոհանում ենք քեզանից այս հնարավորության համար։ Շնորհակալ ենք, որ դու հավատարիմ Աստված ես, Տեր։ Շնորհակալ ենք այս հրաշքի համար, որ տեսնում ենք մեր առաջ, Տեր։ Մենք խնդրում ենք, Տեր ասկա, քո ձեռքը դնես, քո օրհնությունը դնես, Տեր, այս յուղի վրա, Տեր։ Օրհնես այս յուղը, որ ում վրա որ կքսվի, թող քո բժշկությունը գա։ Ում վրա որ կքսվի քո ազատագրումը գա, ում որ կկպնի թող քո խաղաղությունը իջնի իր վրա, Տեր։ Ինչ տարածքի որ կկպնի թող հեռանա ամեն կախարդություն, անեզք, ամեն չբերություն։ Ամեն տեսակ դառը, ցավ թող հեռանա, երբ որ այս յուղը կկպնի ինչ որ մարմնի կամ ինչ որ տարածքի։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք այս յուղը, երկնքի երկրի առաջ հռչակում ենք Սուրբ Օծման յուղ, Հիսուսի անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Աստծուն, սիրելիներս։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Գիտեք, կարող եք արդեն նստել, Աստված օրհնի ձեզ։ Սա սկիզբն է, ես ասեմ ձեզ։ Սա սկիզբն է, մենք արդեն ամեն տարի ունենալու ենք ու գնալով ավելի շատ յուղ, ու մենք ինչ ենք անելու։ Մենք որոշել ենք ամեն ուզողի կապ չունի աշխարհի որ ծայրից է։ Ամեն մարդ որ կգրի մենք իրանց ուղարկենք այս յուղից անվճար, հա, որովհետև ես շատ բաներ եմ լսել, չգիտեմ, մենք սկսեցինք յուղ բաժանել, սկսեցին մեր վրա շահ անել, ասին յուղ են վաճառում, չնայած մենք մի կաթիլ յուղ չենք վաճառում, մենք բոլորը անվճար տալիս ենք մարդկանց։ Հետո հայտնվեցին որոշ բիզնեսմեններ,
մեր արածի ֆոնի վրա սկսեցին իրանք էլ յուղեր ստեղծել, վաճառել 5000 եվրո, 10000 եվրո, գլուխները կորցրեցին, հիմար բաներ սկսեցին անել, Աստված իրանց հետ։ Հետո մի ուրիշ մարդիկ հայտնվեցին, սկսեցին ասել, գիտեք, մեր յուղը գնեք, որովհետև մի ամիս ծոմ ենք պայ աղոթել ենք, ես յուղի համար, ես ենք արել, ենք արել, ավելավ անկեղծ գտնվեն, ասեն ծախս են կարել, ուզում ենք մի քիչ օգուտով մեզնից վերցնեք, բայց ոչ այդպեսի հեքիաթներ պատմեն, Աստված իրանց հետ։ Բայց ես ինչ եմ ես ամենը ասում, մեր մասին էլ սխալ բաներ սկսեցին խոսալ, որ իրանք յուղ են վաճառում, օֆիցիալ ասում եմ, մենք երբեք ոչ մի հատ յուղ չենք վաճառել, ոչ էլ վաճառելու ենք, մենք ընդհակառակը գնալով ամբողջ աշխարհով մենք փորձելու ենք մեր յուղը անվճար, մեր հաշվին առաքենք, հա։ Փառք Տիրոջը։ Դրա համար գիտեք անգամ ինչ ենք անելու, հիմա ձեզ այս յուղից չենք բաժանելու։ Այս յուղը մենք հատուկ մեր ֆլակոնների մեջ ենք դնելու, որ հանկարծ կեղծիքներ ավել խոսակցություններ չնի ու մեր ֆլակոններով ենք բաժանելու։ Դրա համար առայժմ քեզ չենք բաժանի, բայց այս ծառայության վերջում ես պիտի ստեղ կանգնեի, բայց մարդիկ այնքան շատ են, դա չի ստացվի։ Ծառայությունը երբ որ վերջանա, ես ամենավերևում կանգնելու եմ, երբ որ դու հաղորդությունը վերցնես գաս, այս նոր յուղով առաջինը դուք եք կոծվելու, հա? Առաջինը դուք եք կոծվելու։ Այնպես որ երբ որ կվերցնես քո հաղորդությունը, անպայման այնպես դուրս կգաս այս կողմով, որպեսզի ես այնտեղ դրսում կանգնած կլինեմ, բոլորիդ ուզում եմ յուղով օծեմ, աղոթեմ, օրհնեմ ձեզ, ձեր տարին, որ Տիրոջ օծությունն ու պաշտպանությունը ձեր հետ լինի ամբողջ տարին, լավ։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն, Աստված օրհնի քեզ, սա ինչ վերաբերում էր մեր յուղին, ես Տիրոջով հավատում եմ, որ մյուս տարիս այս մեծ մի հատ կոլբա դրած կլինի յուղի, ասես մեծ, շատ մեծ, ու բոլորովս էլի կորշնենք, կուղարկենք ամբողջ աշխարհով մեկ, հա, որ Տերը իր նշանները, իր հրաշքները ցույց տա, որ մարդիկ, երբ որ գիտես յուղը ձեռքիդ է համարձակություն է գալիս, փոխվում ես, դու ասում ես, մի հատ աղոթեմ քո համար, բան է փոխվում մեջդ, եւ երբ որ աղոթքը անում ես յուղով, մի տեսակ, գիտես, ոնց որ մեջդ համարձակություն է գալի, մանավանդ նոր եկողներին, որ Աստված իր հետ է հիմա։ Մենք երկուսով հիմա գործ ենք անում։ Ու Տերը լիքը նշաններ անում, մենք շատ վկայություն ունենք, մարդիկ յուղով օծելով ինչքան հրաշքներ են ունեցել, թե իրանց կյանքում, թե ուրիշների։ Դրա համար պատրաստվի, շուտով դες յուղից ունենալու ես քո ձեռքում։ Իհարկե մենք ունենք յուղ հիմա, մենք օծում ենք մարդկանց, մենք եթե վերջում չունես, կարող ենք քեզ էլ տալ։ Այնպես չի, որ հիմա յուղ չունենք եւ այն յուղի իր ուժը կորցրել է, չէ, սիրելիս։ Մենք այդ յուղն ենք օրհնել, հրճակել ենք Տիրոջ օրհնությունը այդ յուղի վրա, Տիրոջ ներկայությունը, որ այդ յուղի հետ գնա կպնի մարդկանց, այնպես չի, որ մենք չունենք յուղ։ Ուղղակի գիտես, սա ուրիշ է մի քիչ դառել, երբ որ մենք մեր անձնական, գիտեք, Տիրոջ սեփականությունն է, ծառնել, յուղնել, վրայից էլ բնական, ոչ թե մենք առաջ արամատ ենք տալիս, բայց ինչ որ մի պարֆյումի արամատ ենք տալի, որ անուշահոտություն ունենա։ Հիմա հենց մեր սարքած անուշահոտությունն ենք դնում մեջը, էլի բնական ու աստվածաշնչյան բանից, բաղադրությունով, հա։ Ամեն ինչ դարձել ենք բնական աստվածաշնչյան։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Փառք ամենակարող Աստծուն։ Ես ասեմ ձեզ, այսօր ես իհարկե Սուրբ Ծնունդից պիտի մի քիչ խոսեմ եւ տարվա խոսքը պիտի հրճակեմ, բայց մոտավորապես Աննան ու մեր սցենկան իրանք իմ ամբողջ քարոզը խոսեցին, հա, տեղերով, բանով։ Հիմա ես ուզում հասկանամ, մի քիչ կկրկնվեմ, բայց կդիմանաք, չէ։ Մեկը խոսելու ենք Հիսուսից, ուրիշ բան չունենք այսօր քարոզելու։ Կարամ կանգնեմ ու ամբողջ ծառայության ասեմ Քրիստոս ծնվեց։ Քրիստոս ծնվեց, ու ոչ մի բան, այդ հերիք է։ Հա, հերիք է մեր համար, որովհետև Քրիստոսը ծնվել է, սիրելիս։ Ինքը եկավ ծնվեց։ Աստվածաշունչն ասում է Աստված գայթակղություն չհամարեց, թողեց երկինքը, իջավ, մարդ դառավ։ Ծնվեց, որ ինձ ու քեզ փրկի, այն էլ խաչի վրա փրկի, այն էլ տենց դաժան մահով խայտարակ։ Այդքան Հիսուսը քեզ սիրում է։ Ով ուզում է լինես, այդքան Հիսուսը քեզ սիրում է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա ուզում եմ վերադառնանք մեր ծնունդի պատմությանը։ Նայում եմ ձեզ, նեղվում եմ, հաստատ նստելու տեղ չունեք աստիճանների վրա, ժողովուրդ։ Եթե հնարավոր է նստեք, չեմ ուզում այդքան ցենց կանգնած մնալ, բայց եթե կարաք կանգնեք, Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։
Եթե դրսում շատ մարդ կա, տեղ չկա, չեք լսում։ Ես կխնդրեմ գաք առաջ, մի քիչ առաջ ստեղ կանգնեք, նստեք, այսենց էլի ոնց երիտասարդներ, եթե կան թողան բեմի վրա նստեն, ոնց ուզում եք, ազատ եղեք, այսօր բոլորի սորն է, սիրելիներս։ Եթե երիտասարդներ կան, կարակ վազեք բեմերի կողքերը նստեք, ժողովրդին տեղ-տակ նստեն։ Դուք որոշեք։ Ես գնամ Աստվածաշնչի մեջ, Ղուկաս 2-րդ գլուխ, առաջի խոսք։ Եվ այն օրերում եղավ, որ հրաման դուս եկավ Օգոստոս կայսրից, որ բոլոր աշխարհը գրվի։ Սա առաջի աշխարհագիրն էր Կիրոսի Սիրիայի կուսակալության ժամանակ։ Եվ ամենքը գնում էին գրվելու, ամեն մեկը իր քաղաքը։ Հովսեփն էլ Գալիլեայից Նազարեթ քաղաքից գնաց Հրեաստան, Դավիթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավիթի տնից էր եւ ազգից էր, որ գրվի իր նշանած Մարիամի հետ, որ հղի էր։ Եվ եղավ, երբ որ նրանք այնտեղ էին, նրա ծնելու օրերը լրացավ։ Պատմությունը բոլորս անգիր գիտեն։ Գրած է, որ աշխարհագիր էր, ամեն մարդ պետք է գնար իր քաղաքը, Հովսեփն էլ իր կնոջ Մարիամի հետ եկան Բեթլեհեմ, որովհետև Բեթլեհեմից էին։ Եվ գիտեք, ահագին երկար ճանապարհ անցան։ Այնտեղ որտեղ իրանք էին ապրում, շատ հեռու էր Բեթլեհեմից։ Եկան հասան եւ այստեղ գրածից հասկանում ենք, որ արդեն որոշ ժամանակ այնտեղ էին, ոչ թե եկան ու միանգամից Մարիամ երեխա ունեցավ, որոշ ժամանակ արդեն այնտեղ էին։ Գրածա, որովհետև եկան գրածա, որ եւ եղավ, երբ որ նրանք այնտեղ էին, նրա ծնելու օրերը լրացան։ Այսինքն չեկավ ու միանգամից Մարիամը այնտեղ երեխա ունեցավ, արդեն այնտեղ էին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Հաջորդ խոսքում գրածա, եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով, եւ մսուրի մեջ դրեց, որովհետեւ այն Իջևանում տեղ չկար նրանց համար։ Գիտես, հոգևոր առումով մեկը այս աշխարհում Հիսուսի համար տեղ չկա, նորմալ է, որ Իջևանում տեղ չլներ։ Որովհետև Հիսուսը այս աշխարհից չի։ Որովհետև Հիսուսը տես մոգերն եկել էին Հիսուսին թագավորական պալատում էին մանգանում, որովհետև ասում էին թագավոր է ծնվել, ուրա։ Բայց իրանք չէին հասկանում, որ այս աշխարհի թագավորը չի ծնվել, թագավորական պալատում պետք չի մանգալ։ Այսինքն հոգևոր աշխարհում նորմալ է, որ Հիսուսը մսուրում ծնվեր։ Բայց ֆիզիկական աշխարհում մենք մի բան ենք հայ այս գրվածից հասկանում, որ մայրն ու հայրը, այսինքն Հովսեփը, ինքը ֆինանսապես այդքան էլ ապահովված չէր։ Այսինքն այդքան էլ լավ ֆինանսական վիճակում չէին իրանք, որովհետև գրածից հասկանում ենք, որ եկել հասել էր Բեթլեհեմ, ոչ հյուրանոցի հարց էր կարողացել լուծել։ Գրածա, որ Իջևանում իրանց համար տեղ չկար։ Օրորոցի հարց չէր լուծել։ Այդ օրորոցի հարց չէր լուծել անգամ։ Գրածա, որ երեխային դրեց մսուրի մեջ։ Մսուրը այն տեղն է, որ սենց կերակրում են կենդանիներին, դրա մեջ, մսուրի մեջ դրեց։ Ու շարունակությունը նայեք, անգամ մի հատ ծածկոցի հարց չէր լուծել։ Մի հատ ծածկոցի, ադյալի հարց չէր լուծել։ Գրածա, որ Հիսուսին դրեցին, խանձարուրներով պատեցին, հա։ Իրականում նորմալ է, որ Հիսուսը հենց առաջի ծնված վարքյանից այդ խանձարուրները Սալոմաներն է, էլի, խոտի ինչ որ խոտի հասկեր, լավ սենց ասեմ, խոտեր երկար չոր, ու իրանք ծակում են, նորմալ է, որ հենց ծնվեր այս աշխարհը սկսեր Հիսուսին ծակել։ Նորմալ է, բայց հոգևոր առումով է նորմալ, ֆիզիկականում նորմալ չի, որ մի հատ ադյալ էլ, մի հատ ծածկոց չկա, որ երկնքի երկրի արարչին այդ ամեն ինչը ստեղծող են մի հատ ծածկոցով փագես։ Չկա այդ ամեն ինչը։ Ուղղակի, չգիտեմ, ոչ լավ ֆինանսական վիճակ է, հա, կարելի է ասել Հովսեփը ամեն բան թողել էր Աստծո վրա, սենց կարելի է ասել։ Ամեն բան թողել էր Աստծո վրա։ Դու ես խոս տվել, դու ես ասել փրկիչ ես ունենալու, դու ես ասել Հովսեփ հանգիստ եղի, ամեն ինչ իմ ձեռքերի մեջ է, երեխեն որ ծնված է, երկնքից է, սուրբ է, ուրիշ բան չմտածես, հանգիստ եղի։ Դե որ հանգիստ, լրիվ հանգիստ եմ։ Մեր բառերով ասած Հովսեփը ամեն ինչ թողել էր Աստծո վրա։ Պատկերացնում եք, չէ՞, դու քո հղի կնոջ հետ գնում ես շատ երկար ճանապարհ։ Մի հատ երեխայի ծնվելու ադյալ էլ չկա հետդ։ Ամեն ինչ իր ձեռքերում է։ Ինքն է խոս տվել, ինքն էլ կանի, ու Աստված իրան ամոթով չթողեց։ Աստված երբեք ոչ մեկին ամոթով չի թողում, երբ որ վստահում են իրան սիրելիս։ Ոչ մեկին։ Գիտեք, առաջի րոպեներին կարար Հովսեփը նեղանար Աստծուց գնար։ Դու պատկերացնում եք, լիքը քրիստոնյաներ կնեղանային կգնային։ Չհասկացանք։ Այդքան բան է իր ասել այս երեխու հետ կապված, այս գոմուն պիտի ծնվեր։
Բայց չէ, երբ որ դու թողել ես Տիրոջը տերնել ամեն ինչ հոգում է։ Կարևորը որ դու թողես Տիրոջը ու երբեք հանգարց ասես, բախի սենց եղավ։ Կամ Մարիամը ասեր, բախի սենց եղավ։ Ես արժանի էի սրան։ Գոմում երեխա ունենամ, կովերի հոտի մեջ գոմ, դու գիտեք գյուղերում ով որ գյուղերում եղել է գիտի, գոմ մտնում են ուրիշ շորերով։ Գիտեք ինչի, որովհետև այդ շորից էլ հոտը չի անցնում կովերի։ Ուրիշ շորով են, մարդը շորը հագնում մտնում ագոմ, դուս է գալի շորը հանում, նորմալ շորը հագնում։ Որովհետև 5 րոպե մնում ես գոմ, դուս ես գալի, այդ հոտը վրից չի անցնում էլ։ Ու տեղ է ծնվում Հիսուսը։ Բայց ամեն ինչ Տիրոջ ձեռքերում է սիրելիս։ Տերը գիտի ինչ անում, Աստված երբեք չի սխալվում։ Ու Աստված երբեք ամոթով չի թողում։ Եվ 8-րդ խոսքում գրած է այստեղ. եւ այնտեղ հովիվներ կային դաշտում կացող, գիշերը իրանց հոտերը պահում էին։ Ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջ եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծակեց եւ մեծ վախով վախեցան։ Եվ հրեշտակը ասեց նրանց. մի վախեցեք, որովհետեւ ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի։ Այսօր ձեզ փրկի ծնվեց Դավիթի քաղաքում, որ է Քրիստոս Տերը։ Եվ այս լինի ձեզ նշան. մի երեխա կգտնեք խանձարուրներով պատած, մսուրի մեջ դրած։ Դուք եք պատահական, հա։ Հենց այնց Աստված ասեց հովիվներին գնացեք ձեզ։ Չգիտեմ, ինչ որ տեսեք ես սուրպրիզ արեցի ձեզ։ Մի հատ լավ բան եմ ձեզ ցույց տալու։ Բայց Աստված էս չէր Աստծո նպատակը։ Մի հատ գնացեք այնտեղ մի հատ գոմում մի հատ երեխա կտնակ, չվախենաք, ձեր փրկիչն է։ Պատկերացնում եք ոնց է ներկայացվում հովիվներին։ Գնացեք գոմ, մսուրի մեջ արդեն տարօրինակ է։ Խոտերով փաթաթած չոր։ Մի հատ երեխա կգտնեք, ձեր փրկիչն է։ Շատերը երկար կծիծաղ էին, չէ՞, տեսարանից։ Բա լավ, ինչի, ասենք օրինակի համար մեզանից ամեն մեկը մեզանից հաստատ ոչ մեկի չէր ասի։ Գիտեք ինչ կանեինք։ Գործերս մի քիչ լավանա, մի հատ տուն վերցնեմ, երեխուն լվանամ, դնեմ, սիրուն շորիկներ հագցնեմ, որ մարդկանց ասեմ արեք երեխուս տեսեք։ Չէ՞։ Կասեին հանգարց մեկը չտենա գոմում խայտարակ կլինենք։ Սաղ աշխարհը կասի լնայեք, դրանց երեխեն գոմում է ծնվել, լինել բանի մեջ, մսուրի մեջ, աջալել չուներ։ Ոչ մեկս երբեք չէր զանգի իր քրոջ ասեր արի երեխուն տես գոմում ենք։ Աստված հովիվներին ասում է գնա ռեկլամ անում։ Պատկերացնում եք գովազդ անում ու շեշտում է գնացեք մի հատ երեխա կգտնեք գոմում մսուրի մեջ, այդ իմ տղեն է եկել է ձեզ փրկի։ Տարօրինակ է, բայց Աստված ոչ իվան հենց այնց չի անում։ Գիտես, Հովսեփը հաստատ բացի այն որ աջալ չուներ, երևի կաթել չուներ, պանիր չուներ։ Հովիվների մոտ հաստատ կաթ ու պանիր կար։ Արդեն հասկանում եք Հիսուսը ծնվել է, արդեն Հովսեփի կյանքում ֆինանսական ապահովությունը սկսում է շարժվել։ Կամաց գործերը լավանում է, մեր բառերով ասած։ Հովիվներն եկան, լավ կուշտ ենք, բայց այդքանով չենք բավարարվի։ Մատթեոս ավետարան 2:11, հիմա էլ մոգերի ժամանակն է։ Եվ գրած ասենց, եւ երբ որ տունը մտան մոգերը, գտան երեխային իր մայր Մարիամի հետ եւ ընկնելով երկրպագեցին նրան եւ իրանց գանձերը բացեցին, ընծա տվեցին նրան ոսկի, կդրուկ, զմուրս։ Գանձերը բացեցին, ընծա տվեցին իրան։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Անկամ մոգերը հասկացան, որ Հիսուսին երկրպագել է պետք։ Շատ ճակերտավոր քրիստոնյաներ ասում են ինձ Հիսուս պետք չի։ Հայ ես քրիստոնյա եմ, բայց ինձ Հիսուս պետք չի։ Անկամ կռապաշտ մոգերը հասկացան, որ Հիսուսին երկրպագել է պետք։ Ու գիտես ինչն է հետաքրքիր։ Հիշում եք, հա։ Ծածկոց չունեինք, մահճակալ չկա։ Գիտեք այսօրվա երեխան հենց ծնվում է, մի անգամից 7 հատ մահճակալ է հայտնվում։ 7 հատ այդ բանը կալյասկաներին ինչ են ասում, որ երեխային ման են տալիս։ Բարեկամները գիտես մենք ունենք, քեզ կտանք, իրանք բայց չէ մի հատ նայում են ասում են մի հատ էլ բա մեր երեխու համար չառնենք, գնում են ամենաթանկ մի հատ էլ ռոբոտ օրորող առնում են, չէ, ճոխ ենք, չէ մենք ապրում, մսուրի մեջ է։ Դու պատկերացնում եք, հա, Հովսեփի վիճակը ինքն է իր կինն է, իր երեխեն մսուրի մեջ գոմում նստած են։ Հովիվներն եկան, ոնց որ ամեն ինչ լավացավ, արդեն էլ սովածով չկա, կուշտ ենք, եկել են։ Հաջորդ քայլը արդեն
Անցել է մի քանի ժամանակ, որովհետև մոգերը չեն գալի գոմ, մենք նկարներ ունենք, չէ՞, որ մոգերը գոմում, հովիվները գոմ, մոգերը գոմ չեն գալի։ Արդեն Մարիամը տունն է, ինչ որ տուն ճարել են արդեն, երևի հովիվներն էլ ֆինանսապես օգնեցին։ Արդեն տուն է, ինչ որ տան մեջ են, բայց մոգերն եկան։ Ու ինչ տեղի ունեցավ։ Մոգերն եկան, բերեցին ոսկի, զմուրս, կդրուկ, ու ինչ է տեղի ունենում։ Հիմա Հովսեփս համ կուշտ է, համ հարուստ է, համ էլ մարդու կնգավրից անուշոտ է գալիս։ Անուշահոտություններ են բերել տնից անուշոտ է գալիս, համ էլ լիքը գումար ունեն։ Եվ տեսեք, հովիվները եկան գնացին, մոգերը եկան ինչի համար եկել էին գնացին։ Ես չեմ կարող ասեմ մոգերի գալը, որտեվ վերջի հաշվով իրանք մոգեր են, կախարդներ են, սենց ասած։ Հիմա թե Աստված կարող ամեն մարդու օգտագործի մեզ օրհնելու համար, սրա մեջ չի հարցը։ Բայց հարցի ինչի մեջ է, մոգերը եկան, երկրպագեցին, գումարը թողեցին, գնացին։ Հենց գնացին, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ես ուզում եմ կարդամ։ Եվ երբ որ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երևաց երազում Հովսեփին ու ասեց. «Վեր կաց, վերցրու երեխային եւ նրա մորը ու փախի Եգիպտոս։ Եվ մնա այնտեղ մինչեւ որ ասեմ քեզ, որովհետեւ Հերովդեսը որոնել է երեխային, որ կորցնի նրան։ Եվ նա վեր կացավ, վեր առավ երեխային եւ նրա մորը գիշերով եւ տեղափոխվեց գնաց Եգիպտոս եւ այնտեղ էր մինչեւ Հերովդեսի վախճանը»։ Հենց մոգերը գնացին, չէր կարա մի շաբաթ շուտ գար Աստված ասեր վեր կաց փախի Եգիպտոս։ Գրածը հենց մոգերը գնացին, Աստված եկավ ասեց ժամանակն է։ Քո հովանավորներն եկան, ֆինանսների հարցը լուծեցին։ Սպոնսորները տեղում են, արդեն վсё, իրանց գործ արեցին, վերջ։ Վեր կաց ու գնա։ Գիտեք, վերջի հաշվով, սենց ասեմ։ Վերջի հաշվով Հիսուսը ոչ հովիվների կարիք ուներ, ոչ մոգերի։ Ոչ հովիվների կարիք ուներ, ոչ մոգերի։ Ուղղակի այդ իր նախնական ընթացքի մեջ հովանավորներ էր պետք Աստծուն։ Դրա համար հովիվներն ասեց գնացեք տեսեք։ Մոգերին ասեց վեր կացեք գնացեք իմ երեխուն ոսկի է պետք։ Ես չգիտեմ ինչքան ոսկի տվեցին Հովսեփին, բայց բավականին էր, որ մի քանի տարի Եգիպտոսում ապրեր։ Պատկերացնում եք մի քանի տարով ուղեգիր տուրիստական ստացավ, անվճար։ Թողած գնաց, ոչ հյուսնի գործիքները գնաց Գալիլեայից վերցնի, որ գնա այնտեղ այդ գործը անի։ Չէ, մի անգամից վեր կացավ ու գնաց, որովհետև Աստված արդեն ամեն ինչ ապահովել էր։ Իր գործը պրոստը Տիրոջը վստահելն էր ու խաղաղվելն էր։ Բայց ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ, Աստված արդեն հոգացել է։ Ուտելիքն էլ կա, հագնելիքն էլ կա, ոսկին էլ կա, անուշոտն էլ վրից հետ գալիս է։ Մենք մեկ մոռանում ենք, հա։ Որ Հիսուսը ամեն ինչ մեր կյանքում արել է։ Ասե ձեր լուծը ծանր է։ Իմ լուծը թեթև է, իմ լուծը վերցրեք։ Իմ լուծը վերցրեք, ասեց, իմ լուծը քաղցր ու թեթև։ Մենք ընկնում ենք պանիկայի մեջ։ Տեսեք, Հովսեփի խնդիր չուներ, ինքը երկարաժամկետ արձակուրդ գնաց։ Երկարաժամկետ մի քանի տարով, տես, իրանց այն որ ասում է հոգսերը թողեցին, գնացին Եգիպտոս հանգստանալու։ Ինչի, որովհետև Հիսուսը ծնվել էր։ Երկարաժամկետ արձակուրդը սկսվեց։ Մենք պետք է թողենք Հիսուսը մեր կյանքում ծնվի, որ այդ արձակուրդը ներքին սկսի մեր կյանքում։ Եթե չես թողում Հիսուսը ծնվի, մեկը պանիկան մեջը տա, վախը մեջը տա, կարաս եկեղեցի գաս, բայց վախը մեջը տնի։ Վազվզես ես կոմենկոմ, բա հիմա ինչ եմ անելու, բա ոնց եմ անելու, մնամ, գնամ, խի, երբ, ոնց, ամբողջ օրը պանիկա ու անորոշություն։ Հիմա պատկերացրեք Հովսեփի վիճակը։ Ինքն ու Մարիամը մտել են իրանց նոր ծնված որդու ապահովագրության տարածքի մեջ։ Ինքն ու Մարիամը մտել են այդ տարածք։ Բայց այդ մենակ իրանց համար չի սիրելիս։ Այդ տարածքը իմ ու քո համար էլ է։ Հիսուսը դեռ չի խոսում, դեռ չի քայլում, բայց արդեն իր մամա-պապայի սպոնսորն է։ Պատկերացնում եք։ Հիմա Հիսուսը համ խոսում է, համ քայլում է։ Ու համ էլ քո հետ է։ Հիմա էլ Եգիպտոս փախնելու ինքը խնդիր չունի։ Ինքը մեր հետ է։ Մենք փողակի պետք է մտնենք այդ ապահովության մեջ։ Մենք ինչքան
վստահում ենք Տիրոջը, այնքան ապահովությունը գալիս է։ Աստվածաշնչում մի հատ տեղ կա, Ելիս գրքում, ժողովուրդը դուրս էր եկել, Աստված տանում էր իրանց անապատով։ Եվ Ելիս 15-ում է դա գրածա, որ եկան ասան մի հատ տեղ ջրերը լավը չէին, անապատում ջուրը լավը չի դառնա, հետո գրած Աստված մի հատ փայտ ցույց տվեց։ Մի հատ փայտ ցույց տվեց, Մովսեսին ասեց, քսի ջրի մեջ ջուրը կդառնա քաղցր կխմեն։ Ու իրանք խմեցին, Մովսեսը փայտը վերցեց, գցեց, խմեցին, օրհնվեցին։ Հիշում եք, անցած տարի մեր մոտ բացաշկերի տարի էր, որ տեսնեիր Աստված ինչա ցույց տալի քեզ, որտեղ է քո օրհնությունը, այդ փայտը տուրա, որ շպրտես քո ջրերը քաղցր դառնան։ Ու մենք գնում էինք դրա մեջ, հա, ու եւ այստեղ նույն ժողովուրդն է, հա, գնացել է, փայտա ցույց տվել, խմել են ջուրը ապահով է, բայց հետո էլի ընկան ճանապարհ, գնում են էլի անապատով։ Անապատն էլ տհաճ է, գիտես, համ արև է, համ էլ ջուր չկա։ Այսինքն համ վառում է, համ ծարավում ես։ Երկու կողմից հարձակվում է քո վրա։ Եվ մի բան է գրած 27 խոսքում, Ելիս 15:27։ Եվ եկավ ժողովրդի մասին է, եկան Եղիմ, եւ այնտեղ 12 ջրի աղբյուրներ եւ 70 արմավենիներ կային։ Պատկերացնում եք, հոգնած, շոքած ժողովրդին ինչ է պետք։ Հով է պետք ու ջուր։ Ծարաված ժողովուրդ, գրածա 12 բնական մաքուր ջրի աղբյուր կար ու 70 արմավենիներ։ Ու եկան այդ տարածքը։ Այս տարի սիրելիներս, մենք էլ այդպես մտնելու ենք այտենց օազիս, հա, այս անապատի մեջ։ Մտնելու ենք այդ 12 ջրի աղբյուրներով, 70 արմավենիներով այդ տարածքը։ Գիտես, անապատում խնդիր է, չէ, արևա ու չորություն, ծարավ։ Բայց Տերը հենց այդ անապատում գրածա, գիտեք, Աստված էր գնում իրանց դեմից։ Գրածա տարավ մցրեց այդ 12 ջրի աղբյուրները ու 70 արմավենիները, որ հանգստանա ժողովուրդը։ Պատահական չի, գիտես, 12 ու 70 այդ Հիսուսի աշակերտների թիվն է։ 12 ջրի աղբյուր կար, 70-ը հենց նենց էլ իրար նման, էլի, սենց տարավ ժողովրդին դրա մեջ։ Դրա մեջ, Տիրոջ ներկայության մեջ, ապահովության ինքը տարավ, որտեղ ինքն էր առաջնորդում։ Կապ չունի կողքերը անապատա, խնդիրա։ Հրեաները անապատում թոհ ու բոյի մեջ էին, բայց եկան այդտեղ խաղաղվեցին։ Այնքան կարևոր է այսօր մինչև կասեմ այս տարի մեր տարվա խոսքը, որն է այնքան կարևոր է, մենք այդ մեկ այս աշխարհը անապատ է։ Ես քեզ ավելին ասեմ, այս աշխարհը գնալով դառնում է մարախուղով անապատ։ Հերիք չի անապատը, հələ մարախուղ է, ոչ մի բան չես հասկանում։ Ոչ մի այս աշխարհը այնքան է խառնվել, որ դու չես հասկանում, մարդը իր տունը քնած է, ինքը իր երկրի մեջ, իր նախագահական սենյակում քնած է, 15 րոպեից ուրիշի զալոժնիկ է, վերցին գողացան տարան, հա։ Տեսակ մի երկու օր առաջ ինչ եղավ։ Այսինքն մարդը իր թագավոր լինելով, իր երկրի թագավորը լինելով, իր տան մեջ իր տաբշկաներով քնել է, գիշերանոցով է իր։ Մեկ էլ արթնանում է, տեսնում է արդեն ուրիշ երկրում ինքը մեղադրյալի կարգավիճակում է։ Այսօր աշխարհը այնքան է աննորմալացել, ոչ մի բան չես կարող հասկանալ, ոչ միտեղ ապահովություն չկա։ Եթե մի քանի տասնյակ միլիոնանոց երկրի նախագահան իր երկրի նախագահական նստավայրում ապահովություն չունի, ուրեմն իմացի, ոչ մեկ ապահովություն չունի։ Այս անորոշ, աննորմալ աշխարհում ու գնալով ինքը աննորմալանում է, այս տարի ինքը լրիվ աննորմալանալու։ Լրիվ, այս որ դու տեսակ եսի բաներ, ինչ են ասում, այն որ ասում են ռեկլամներ, գովազդներ, հա, մինի գովազդներ։ Իրականում աշխարհը գնում է, գիտեք ինչի, անպատժելիության, որ արդեն ամեն երկիր իր սրբազան պարտքն է համարում, անի ինչ որ ուզում է, չկա էլ սահմանները այս տարի ջնջվելու է, այսինքն անում են ով ինչ ուզում է ու գնալով ավելի շատ են անելու։ Աշխարհը աննորմալացել է, բայց գիտես ինչն է կարևոր, այդ աննորմալ աշխարհում դու հասկանաս դու ով ես, եթե չհասկացար, հիստերիայի մեջ ես ընելու, վայ ես ինչ եղավ, վայ բա ես ինչ անեմ, բա ստե ոնց անեմ, երեխեքս, թորներս, մորքուրս, հորքուրս, ինչ անենք, ուր փախնենք, ոնց անենք։ Ու Հիսուսը գալի ասում է,
Անդե մի հատ օազիս կա 12 ջրի աղբյուրով դառը չի որ պետք է ցես քաղցրանը մաքուր ջրի աղբյուրներ են հովելը արմավենները կա կպարկես տակը խուրման վերևից կընկրի մի անգամից բերանդ կուտես հանգստանաս կլնի խաղաղվես կապ չունի այս աշխարհում ինչ ալնում գիտեք եթե չլնի այս աշխարհում վատը նշանակում է Հիսուսը սուտ է ասում ինքն է ասել ինչ էր լինելու մեզանից չեն հորինել այսօրվա այդ պրեզիդենտները չեն հորինում ինչ լինելու է որովհետև Աստված ասել է Այս կլնի են կլնի պատոհասներ կլնեն կգան այդ արդեն գիտես ինչ այդ པարզ երևում է Բայց հիմա ինչ անենք Գիտես ինչ ենք անելու այս տարի Մենք ինչ ասես արել ենք էլ վազել ենք էլ հաղթել ենք առաջ էլ գրավել ենք առաջ ջարդել ենք առաջ ինչ ասես արել ենք ու փառք ասուն այսօր պտուղը տենում ենք չէ տենում ենք չէ տեսնում ենք պտուղը փառք Տիրոջը փառք ասուն Բայց այս տարի մեր մոտ գիտես ինչն է, ինչ տարի է այս տարի լինելու։ Այս տարի ես մեր եկեղեցում ստեղ Volm հայերում ամբողջ հրճակում եմ խաղաղվելու տարի, սիրելիս։ Խաղաղվելու տարի։ Փառք Տիրոջը։ Այդ գիտես ինչ է նշանակում։ Այդ չի նշանակում անդարդ կեկելի պես նստելու ենք ժպտանք։ Չէ, այդ նշանակում է դու քո ներսը պետք է խաղաղացնես։ Ինչ ուզում է լինի, այս տարի պետք է թույլ տաս Աստված տանի իր խաղաղության մեջ։ Բավով է տալուս տանես կրեդիտները խաղաղվի։ Բա մեջքս ցավում է խաղաղվի։ Տեսեք, բոլոր ախմախ կներես այս բառի համար։ Բոլոր ախմախ որոշումները կայացվում են անխաղաղ մարդկանց կողմից։ Երբ որ ինքը ստրեսի մեջ է, ինչ անեմ, ոնց անեմ, ձեռը գցում եմ մի ախմախություն անում է։ Խաղաղվի։ Այդ այնքան կարևոր է, որ գիտեք, երբ որ Հիսուսը եկավ, չասեց բարև ձեզ, ոնց եք, ինչ կա, չկա, ասեց խաղաղություն ձեզ։ Առաջի անգամ հայտնվել է։ Պատկերացնում եք, հափշտակվել, հարություն առել, ոչ մեկ խաբար չի, աղջիկներն ասել են չեն հավատացել։ Հիմա առաջի անգամ եկել է մեր լավ աղբերներին ասի ես եկել եմ, ինչքան կարակ անհավատ լինեք։ Նրանք էլ հրեաների վախից պահկված են ընդդեմ այդտեղ։ Եկել ասում է խաղաղություն ձեզ։ Խաղաղվեք էլի։ Երբ եք հասկանալու, որ ձեր ուժն ու զորությունը ձեր ներքին խաղաղության մեջ է։ Ներքին խաղաղության մեջ է։ Գիտես ինչ է նշանակում խաղաղություն։ Խաղաղվելու տարի։ Երբ որ ինչ ուզում ա լսես, ոչ մեկ քո ներսը չգողանա։ Ոչ մեկ չկարանա քո մեջ անհանգստություն, վախ, պանիկա գցի։ Սա չի նշանակում, որ նստես ոչ մի բան չանես։ Միգուցե ինչ որ մեկին պետք է լինելու, Եգիպտոս փախնի, ոնց որ Հիսուսին Աստված ասեց։ Երկնքի երկրի արարիչը իր երեխուն այդ չկարացավ պաշտպանի ասես փախի Եգիպտոս։ Դժվար էր այդ րոպեն միած սենց աներ Հերովդեսը մեռներ բրծներ։ Ասես գնամ ինչեւ Հերովդեսը կմեռնի այդ գաս։ Աստված գիտի ինչ անում։ Կարող է հենց քեզ ասի փախի Եգիպտոս։ Բայց վախեցա չփախնես։ Խաղաղ հանգիստ սենց քո համար փախնում ես Եգիպտոս, հա։ Վախեցած փախնող մարդը սատանան հետևից քշելով տանելու է։ Ներքին խաղաղությունդ հանգարց ոչ մի բանի հետ չփոխես։ Ինչ ուզում ա լինի, այս տարի ինչի մեջով ուզում անցնես, մենակ մի բան եմ ասում քեզ, խաղաղվի, խաղաղված անցի։ Մենք, երբ որ Աստվածաշնչյան դպրոց էինք սովորում, մեր հետ երկու հատ լոռեցի էին սովորում, կիրովականցի, դե լոռվա ակցենտը գիտեք, իմ ամենասիրած ակցենտն է։ Հիմա երկու աղբեր էին, կարգ ու կանոնի մեջ էին, մենք ընդմիջումներին դուրս էինք գալիս դուրս։ Դրսում էինք լինում, եկեղեցի, Երևանի եկեղեցու այդ շենքը, որտեղ սովորում ենք, դուրսը շատ լավ այգի ունենք, էլի, այնտեղ, դուրս էինք գալի այգին, հենց դասամիջոցը վերջանա, զանգը տալիս էր, ներս էինք մտնում։ Ու հենց որ զանգը տալիս էր, այս երկու լոռեցի մեր եղբայրները, գիտեք, դուրս էին գալիս, ու հենց քաղցր լոռվա ակցենտով ասում էին, համեցեք ներս։ Ու գիտեք, մենք երևանցիներովս այլանդակներով կներեք, հա։ Մենք երևանցիներովս ինատու,
Ներս չենք մտնում զանգից հետո, մինչև որ իրան գային, ասեն, որտե շատ ենք սիրում, որ ասում էին, համեցեք ներս, այդ ուզում ենք լսենք, նոր մտնենք։ Ու սպասում ենք, մինչև իրանք չգան, չասեն, մենք ներս չենք մտնում։ Ու գիտեք, համեցեք ներս։ Պատահական չեմ ասում այս պատմությունը, մենք գիտեք, չէ, մենք տարվա խոսքով չենք կշտանում, պետք է նշանաբանը չէ ունենանք, չէ։ Այս տարվա նշանաբանը գիտես ինչն է։ Համեցի ներս։ Հա։ Համեցի ներս։ Այդ փառք Տիրոջը։ Այդ գիտես ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ աղբերդ գասի, բա ինչ ենք անելու, ամեն ինչ խառնվել է, ասախ մետ խաղաղվի, հա, համեցի ներս։ Համեցի Տիրոջ գիրկը։ Համեցի ներս։ Համեցի խաղաղվի, Աստծո ձեռների մեջ ես դու։ Հա։ Աստծո ձեռների մեջ ես դու։ Եթե նոր ծնված մամա, պապա չասող Հիսուսը կարա Հովսեփի ու Մարիամի մասին արդեն հոգա։ Այն էլ երկարաժամկետ պուտյովկա տա Եգիպտոս։ Այսօր մարդիկ մի շաբաթ, երկու շաբաթով գնում են Եգիպտոս գալու, ասում են, բան էս լավ էր Եգիպտոս ենք։ Տարիներով Հովսեփ ջան գնա հանգստացի։ Եթե Հիսուսը նոր ծնված կարա տա, արդեն խաչի վրա ինձ ու քեզ փրկած, հաղթանակած Հիսուսը քո հետ է։ Բայց չարժի Հովսեփի պես խաղաղվես։ Ասես ջան, ճամփորդում ենք։ Կապ չունի ինչ, ել եմ ասում, կապ չունի որտեղ ես, ինչ ես։ Միակ բանը, որ կարևոր է, որ խաղաղված Տիրոջը վստահած ներս համենաս։ Հա, փոթորիկը համեցի ներս։ Պարտքերդ չգիտես ինչ անես, համեցի ներս։ Հաստատ Հիսուսը ավելի շուտ այդ հարցը կլուծի, քան թե որ դու խղելքով սկսես պանիկայով ինչ որ բաներ անելը։ Վախ ստեղս ցավում է, համեցի ներս։ Բժիշկը ներսում է։ Համեցի ներս։ Հա, դրա համար այս տարվա մեր նշանաբանն է, հանկարծ մեկը կոմոդ դա անգամ ստեղ գտնվողներից մեկը, քո ընկերների, ծառայողներից մեկը հետի։ Կասի, վայ, գործերս նենց վատ, ասա համեցի ներս։ Հա, վայ, ստեղս նենց հացավում, համեցի ներս։ Այդ մի անգամից այն որ ասում է կոդովը է սլովը, հա։ Այդտեն հասկանալի է, մենք ինչ ենք ասում։ Հա, որովհետև մենք Տիրոջ սեփականությունն ենք։ Աստված ուզում է, էլի եմ ասում, այս աշխարհը քեզ մենակ վատ սուրպրիզներ է անում։ Աստված ուզում է դրա մեջ դու խաղաղված ելնես։ Հանկարծ չթողես պանիկան, ստրեսը, անհանգստությունը, անորոշությունը քեզ վերցնեն, որովհետև դուք նայում եք ինչ է կատարվում ու պետք չի մարգարելնես, որ հասկանաս, որ գնալով ավելի շատ է այդ ստրեսն ու պանիկան։ Գնալով նոր կռվի դաշտեր են բացում, գնալով նոր, գիտեք ինչ է տեղի ունենում հիմա։ Ինձ թվում է մի հատ մկրատ կա, հենց հիմա ինչ որ երկնքում օդի մեջ մի հատ մկրատ կա հիմա։ Ու այդ մկրատը սկսելու է արագ-արագ կտրել։ Ու լիքը կտրտելու է երկրները։ Լիքը։ Կաշա է գնալու ինչ որ տարօրինակ։ Արդեն այդ մկրատը աշխատում է։ Ու շատ շուտով լիքը բաներ կարա լինի։ Դրա համար ամեն ինչ կարաս տեսնես։ Ամեն ինչ։ Կարևորը գիտես որն է։ Խաղաղվի։ Ինչ նորություն ուզում լսես։ Խաղաղվի։ Փառք Տիրոջը։ Եվ եկան Եղիմ այնտեղ 12 ջրի աղբյուր եւ 70 արմավենի կար։ Եվ այն տեղի ջրերի մոտ բանակ տվեցին։ Գիտես ինչքան լավ է որ ջրի մոտ ես բանակ տալի։ Էսա կենթանի ջուրը։ Ուրիշ տեղ չկա։ Եթե ստեղ ես չէ բանակ տալի, ահա ստեղ ես բանակ տալի, ես 1000 քանի 100 էջի մեջ ես բանակ տալի, չէ։ Համ ջուր կա, համ էլ արմավեններ կան, համ հովա, համ էլի եմ ասում։ Հաստատ այդ 70-ից մի քանիսի վրա խուրմա կլներ, էլի, ոնց էլի մի քանի հատ խուրմա էլ կընկնի։ Համ կուշտ կլնես, համ ծարավ չես լինի, համ էլ հով կլնի։ Որտեղ Տիրոջ ձեռքերի մեջ ապահով է սիրելիս։ Դրա համար ուղղակի խնդրանք ես, հա։ Քեզ տեղափոխի Տիրոջ ներկայության մեջ։ Այս տարի որոշում կայացրու, ինչ ուզում լինի, ես ինձ տեղափոխում եմ Տիրոջ ներկայության մեջ ու խաղաղվեմ։ Կապ չունի կողքերս ինչ է կատարվում, նորությունները ինչ են ասում։ Մնացորդացում մի հատ տեղ կա, ուզում եմ կարդամ, ոնց որ մեր օրերի մասին են լրիվ։ Երկրորդ մնացորդացումը գրած մոտավորապես 2500-ից ավել տարվա պատմություն է։ Բայց ոնց որ այսօրվա մասին գրած լինի։ 15-5-ը այն ժամանակները դուրս եկողի մտնողի համար ապահովություն չկար։
որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություններ կային, զարկում էին ազգ ազգի հետ, քաղաք քաղաքի հետ, որովհետև Աստված ամեն նեղությունով զարուրացրեց նրանց։ Բայց 7-րդ խոսքը, դուք զորացեք եւ ձեր ձեռքերը չթուլանան, որովհետև վարձ կա ձեր գործին։ Այս լրիվ մեր մասին է։ Փառք Տիրոջը։ Ինչքան ուզում ա վատ լինի, ինչ ուզում ա լինի, ասում ա դուք հանգարտ չթուլանաք։ Ձեր համար վարձ կա։ Կապ չունի կողքերդ ինչա կատարվում։ Ինչքան անորոշ է, անապահով է, իրար մի սենուտում ջարդում են, ավիրում են, ասում ա խաղաղվի մի հատ։ Մի հատ հələ ուշքի արի, ուժեղացի մի հատ, զգաստացի, քո համար վարձ կա։ Կողքերդ ինչ ուզում ա լինի, քո համար վարձ կա։ Դու մենակ Տիրոջից բռնվի։ Ինչ ուզում ա լինի, ինչի մեջով անցնես, անպայման խաղաղ անցի, որտեվ քո խաղաղությունը, գիտեք, փող կապակցված է։ Դու նյարդայնանում ես, տնավարի ասեմ, ներվայնանում ես, սատանան է խաղաղվում։ Դու խաղաղվում ես, սատանան է ներվայնանում։ Որոշողը դու ես։ Կամ ինքն է խաղաղ, որ նստում ասում է, ֆու, ես մեկի հախեցել եկա, հանգստանամ։ Կամ էլ դու խաղաղ ես, ինքը ներվայնանում է։ Ասում է, յախ, ինչ անում եմ, վեճը չի։ Որոշողը դու ես, կամ ստեղ, հա, բայց տարվա խոսքն է խաղաղվես, անպայման խաղաղվի։ Մատթեոս 11:28, մի քանի տեղ կարդամ, հետո աղոթք կանենք։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեր վրա առեք իմ լուծը, ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Եսայի 60:2, որովհետև ահա խաղավարը ծածկել է երկիրը եւ մարախուղը ազգերը, բայց քո վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քո վրա։ Այս տարի փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Ասма խավարը ծածկել է երկիրը։ Լրիվ մեր օրերին է։ Եվ մարախուղը ազգերը։ Դուք նկատել եք ազգերն էլ ոնց որ գիպնոզի տակ կլնեն։ Բոլորը աննորմալ վիճակ, նայում ես տարօրինակ խոսա, մեր հայերի մեջ էլ է տարօրինակ։ Մեր հայերի հետ խոսում ես, ես չեմ հասկանում, ասենք, երբ որ քաղաքական գործիչն է քաղաքականությունից խոսում, դու հասկանում ես։ Երբ որ լրագրողն է խոսում, հասկանում ես, բայց եթե ցանկացած հայ, ցանկացած սեղանի շուրջ քաղաքականությունից է խոսում, հասկանում ես, որ երկիրը տարօրինակ վիճակում է։ Մարդիկ տարօրինակ են։ Մանավանդ որ իրանք քաղաքականությունից ընդհանրապես չեն հասկանում։ Գիտեք այսօրվա քաղաքականությունը ինչ է։ Այնա ինչ դու լսում ես հեռուստացույցով կամ ինտերնետով, ինչ քեզ թելադրում են։ Դու չես կարող ուրիշի թելադրածով կարծիք կասմես։ Խաղաղվի, հանգիստ ապրի։ Մեր քաղաքականությունը ստեղ է։ Ստեղ կուսակցություն չի փոխվում, ստեղ ոչ մի վարչապետ չի փոխվում, միշտ նույնն է։ Հա, ամեն ինչ նույնն է, անփոփոխ է Հավիտյան։ Հա։ Փառք Տիրոջը։ Դրա համար ինչքան կարաս խաղաղվի, նստի, այն որ 4 կոմոթոուբո դու են մանկաներ, այսպես բազմոց դե արի ռուսերեն մի ասա, կրեսլը կաչալկա։ Այդ կրեսլը կաչալկայի վրա նստում ես ու քո համար խաղաղվում ես, հա։ Ինչ ուզում ա լինի։ Եղբայրներից մեկը էս վերջերս տապանում էր, այնտեղ մի հատ դրանից ունենք ու մի նորություն էր իմացել իր աղջկա մասին, որ ուզում է ամուսնանալ։ Պապան ուզում է իմանալ, որ աղջիկն ուզում է ամուսնանալ։ Ինչ կլինի։ Պատկերացնում եք։ Ու նստել էր այդ կաչալկայի վրա ու խաղաղվում էր sense։ Այսինքն խաղաղվում էր։ Հա, այտենց չեմ ուզում խաղաղվես։ Լավ է գիրքդ վերցնես, նստես ու խաղա հանգիստ քո համար, հա։ Բայց չես իմացել ինչ ա եղել։ Ստե ասում է, որ ես քո հետ եմ, ինչ ուզում ա լինի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Բայց չես իմացել դոլարը թանկացել է։ Ստեղ գրած է իմնա ոսկին, իմնա արծաթը։ Եթե իրանն է, իր տղեն եմ, իմնա ուրեմ։ Հա, հասկանում ես ինչ է նշանակում խաղաղվել։ Էլի եմ ասում, անդարտ կեկելի մասին չի խոսքը։ Խաղաղվել նշանակում է դու կախված չես իրավիճակից։ Դու կախված ես երկնքից։ Երբ որ կախված ես երկնքից, Աստված իրավիճակները փոխում է քո կյանքում։ Հա, էս է տարբերությունը։ Եթե կախվեցիր երկնքից, Աստված իրավիճակները կփոխվի։ Կախվեցիր իրավիճակից, Աստված քեզ չի կարող օգնի։ Իրավիճակները քեզ թելադրելու է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա ես կխնդրեմ ոտքի կանգնեք։
Ես ուզում եմ աղոթեմ, որ Տիրոջ խաղաղություն իջնի ամեն մեկիդ վրա, Տիրոջ շալոմը ամբողջ տարին, որ դուք խաղաղության, խաղաղված ու Տիրոջ ձեռքերի մեջ անցկացնեք այս տարին։ Էլի եմ ասում, տարին տարու վրա անորոշություն ա դառնում աշխարհի համար, բայց նորմալ չի, որ ես ու դու էլ այդ անորոշության մեջ ապրենք։ Մենք պիտի Տիրոջով, Տիրոջ ստանդարտներով ապրենք, Տիրոջ մոտ տարին չի փոխվում։ Ամեն տարի այս Աստվածաշնչի մեջ ոչ մի բառ չի փոխվում։ Ամեն տարի նույնն է։ Ամեն տարի, ամեն օր նույն բաներն է, որովհետև ինքը հավիտյան ճշմարտություն է։ Ուզում եմ այդ հավիտյան ճշմարտությունով ապրենք։ Ամեն։ Ոչ թե այս աշխարհի ճշմարտություններով։ Այս աշխարհում կախարդները գորոսկոպներով մարդկանց ղեկավարում են։ Այս տարի մեյմունի տարի է։ Դրա համար խնդրում ենք ինչքան շատ մեյմունություն անեք, այնքան ձեր գործերը լավ կլինի։ Մյուս տարի եզի տարի է։ Հա, եթե պես վերջերս մի հատ այս բան, մի հատ գուշակից մասին լսեցի, բաներ էր խոսում, այնքան ծիծաղացի։ Եզի տարի է, պետքա պիտի միս տավարի միս չուտեք, ես չանեք, այն չանեք։ Ինչ է անում սատանան։ Մարդկանց փորձում է ամեն տարվա համար փոփոխական բաներ բերի։ Սիրիս Տիրոջ տարին է միշտ մեր համար։ Ինչ ուզում է լինի, անփոփոխ է։ Հա, անփոփոխ է, բոլորիս համար է լավ է։ Հա, բոլորիս համար լավ է։ Գիտեք, դու ես իմիշ կենթանի ես, այն մյուսի հետ մի ամուսնացի, որովհետև իրար հետ դժբախտ կլնեք։ Հիմարությունն է դա, ես կենթանի չեմ, ես մարդ եմ, ամուսնալու եմ մարդու հետ։ Հա, ու մենք երջանիկ ենք լինելու, վերջ։ Հա, այս է ամբողջ ճշմարտությունը։ Այսօր տնից դուրս չգաս, որովհետև այսօր կոտոշավորների համար վատ օր է։ Աստվածաշունչն ասում է այսեն օրն է, որ Տերն է ստեղծել, եկեք ցնցանք, ուրախանանք, կապ չունի դու ով ես, դու մարդ ես Տիրոջ մեջ։ Всё, վերջ, հա։ Դրա համար ուզում եմ աղոթենք, հայ Միչելոց, եթե հանգարց գորոսկոպի հետ կապ ունես, թող, դա սատանայից է։ Ոչ մի գորոսկոպ չի կարա քո կյանքի վրա ազդել, քո կյանքի վրա միակ որ ազդում է երկնաստոպն է, ոչ թե գորոսկոպ, այ երկնասկոպը, որ երկնքից ինֆորմացիան ուղիղ տալիս է քեզ։ Ճամփին ոչ մի շեղումներ չկա, ոչ մի կտրտումներ, տատանումներ չկա, VPN-ել պետք չի որ կպնես։ Հա? Ինքը ուղիղ կապ է Տիրոջից քո հետ, լավ։ Փառք Տիրոջ, հիմա ես ուզում եմ աղոթեմ սիրելիս, վայ քո կապը այս տարվա մենակ Տիրոջ հետ լինի ու խաղաղվես, իրա ձեռքերի մեջ խաղաղված անցկացնես։ Ինչ ուզում ա լինի։ Ամեն։ Երկնային Տեր, քո առաջ եմ բերում այստեղ կանգնած ամեն մարդու, մեզ լսող ամեն մարդու, բերում ենք քո առաջ Տեր։ Ու ես խնդրում եմ Տեր Աստված, օգնես ամեն մեկիս գոնե մի սանտիմետրով կտրվի այս երկրից Տեր, որ կպնի քեզ ամեն մեկս Տեր, որ խաղաղվենք անկախ իրավիճակներից, որ ոչ մի տագնապ, վախ ու անորոշություն չկարողանա գողանալ մեր խաղաղությունը Տեր։ Ես խնդրում եմ Տեր, օգնես ամեն մեկիս այս տարի ներս գա քո ձեռքերի մեջ Տեր, համենաներս ու ապրի քո հետ Տեր, անկախ իրավիճակներից, անկախ նորություններից, անկախ փոթորիկներից Տեր արքա, օգնի ամեն մեկիս վստահել քեզ, ապրել քեզանով ու լինել քո հետ։ Հիսուսի զորավոր անունով, փառք ու գոհություն քեզ Տեր, փառք ենք տալի քեզ, մեծարում ենք քեզ ու ասում ենք սիրելի Հիսուս, ծնունդդ շնորհավոր։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը սիրելիս, Աստված օրհնի քեզ։ Ես կխնդրեմ երևի սեղանները բերեք։ Միտեղ եմ ուզում Աստվածաշնչից կարդամ, ասեցի, որ ձեզ այսօր ուզում եմ այս մեկը խնդրել եմ ինձ տան, իրանք բարի գտնվեցին, համաձայնվեցին, այս մեկով ես կանգնելու եմ վերևում ու ուզում եմ բոլորիդ յուղով ոցեմ այսօր, որ Տիրոջ ձեռքերի մեջ լինեք, մի հատ Աստվածաշնչյան տեղ եմ ուզում կարդամ, Սաղմոս 92:10, գրված է, բայց իմ եղջյուրը կբարձրացնես ինչպես մի եղջյուր, ես օծված եմ նոր յուղով։ Ես ուզում եմ այսօր դու օծվես նոր յուղով, հա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, դրա համար ծառայության վերջում խնդրելու եմ, որ հաղորդությունը բոլոր այսպես ընդունելու են բարձրանան ընդեղ, այսինքն այն կողմով ոչ մեկ դուրս չգա, այն կողմով գաք, որ յուղով օծեմ ձեզ
ուղղակի կոծեմ կգնաք, հա, որ բոլորդ այս տարին նոր յուղով ոցված մտնեք տարվա մեջ, լավ, Տիրոջ պաշտպանության մեջ, բայց մինչև մենք հաղորդությունը կընդունենք, մի կարևոր բան կա, որ պիտի անենք։ Գիտես, հաղորդություն ընդունում են այն մարդիկ, ովքեր որ հաղորդակցվում են Հիսուսի հետ։ Եթե դու այսօր առաջի անգամ ես, նախ ուզում եմ պարզի ձեռքդ ողջունեն քեզ։ Եթե այսպիսի եկեղեցում դեռ չես եղել, կյանքը չես տվել Տիրոջը։ Եթե Աստված օրհնի ձեզ, դուք շատ եք, Տեր օրհնի ձեզ։ Մի բան եմ խնդրելու։ Ես ուզում եմ մի կարևոր բան անենք, նախ ուզում եմ առաջինը դուք հաղորդություն ընդունեք, հետո էլ ուզում եմ առաջինը դուք յուղովոցվեք։ Դրա համար մի բան եմ խնդրելու։ Եթե դու առաջի անգամ ես, գաս առաջ, մենք իրար հետ մի աղոթք անենք։ Հետո նոր դու որ կարողանաս մեր հետ Հիսուսի հետ մեկ դառնաս, ընդունես Հիսուսին, որ իր հետ հաղորդություն ընդունես, լավ։ Դրա համար եթե դուք առաջի անգամ եք, խնդրելու եմ, ճանապարհ տվեք ժողովուրդ, թող իրան գան առաջ, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք այսպես կանգնեք։ Այսպես կանգնեք տեղ, Փառք Աստծուն, եթե համացանցով ես մեզ նայում, ու առաջի անգամ ես նայում, խնդրելու եմ այս աղոթքը մեր հետ անես։ Տեր օրհնի ամեն մեկիդ, Աստված օրհնի, եկեք ծափարենք իրանց։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Փառք Աստծուն, սիրելիներս։ Փառք Աստծուն ձեր համար։ Աստված օրհնի ձեզ։ Մենք կսպասենք, ելի գալիս են։ Եկեք երկու շարքով մի քիչ կարակ առաջ գաք, որ ձեր հետևը մարդիկ կանգնեն, մի քիչ առաջ արեք, այդպես, լավա, շատ մի եկեք, որ կարողանաք հետո հաղորդություն վերցնեք։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Հա, կարող եք դնել այնտեղ հետևում։ Փառք Աստծուն։ Տեր օրհնի ձեզ։ Եկեք կանգնեք, այստեղ էլ կարակ, հրայ ջան, այդտեղ էլ թողեք, այդտեղ էլ կարան կանգնեն։ Եկեք առաջ, ովքեր առաջի անգամ են, եկեք մենք մի աղոթք պիտի անենք։ Եթե ուրիշ եկեղեցուց ես, մի արի առաջ, եթե առաջի անգամ ես դեռ կյանքը չես տվել Հիսուսին, ապաշխարության աղոթք չեք արել։ Մենակ այն մարդիկ, ովքեր որ դեռ ապաշխարության աղոթք չեն արել։ Տեր օրհնի ձեզ։ Մենք կսպասենք էլի, ոնց որ գալիս են մարդիկ։ Մեկը առաջինը դուք եք հաղորդություն ընդունելու, դրա համար հրայ ջան, այսպես ճամփա տվեք մինչև այնտեղ։ Թող կան այնտեղ այդտենց, կան այնտեղ, որ իրանք են առաջինը ընդունելու հաղորդությունը։ Ովքեր առաջի անգամ են, էլի եմ ասում, եթե առաջի անգամ չես, մի արի, լավ։ Մի արի հաղորդություն բոլորս էլ ընդունելու ենք։ Եթե շտապում ես էլի, մի արի, ով որ առաջի անգամ է։ Մենք ուզում ենք ձեզ պատվել են մարդկանց, հենց առաջինը, ովքեր առաջի անգամ են։ Տեր օրհնի ձեզ։ Գիտեք ինչի եմ հրավիրել ձեզ այստեղ։ Մի կարճ աղոթք կա, որ մենք իր հետ պետք է անենք։ Մենք գալու ենք Հիսուսի առաջ, ասենք Հիսուս կյանքս քեզ եմ տալի։ Մինչև հիմա ինչ արել եմ կներես։ Գիտեք, աշխարհի ամենամեծ հաղթանակը Հիսուսի ոտքերի մոտ պարտվելն է, որ գալիս ես քո եսով, քո այդ ամբիցիաներով, քո ապրած կյանքով, քո այդ բարձ քթով ասում ես, չէ Հիսուս ջան, ես հանձնվում եմ, էլ ես չեմ, դու ես։ Այ հենց ասում ես, էլ ես չեմ, Հիսուս դու ես, Հիսուսն ասում է, չէ, ես չեմ, մենք ենք։ Արի ես քեզ բարձրացնեմ, վեր կաց բալես, դու արդեն իմ սեփականն ես։ Այսօր մենք հենց այդ ենք անելու, գալու ենք ասենք Հիսուս ջան, կներես ես կյանքում իմ արած մեղքերի համար։ Ամեն մարդը մեղքեր գործել է կյանքում։ Սուտ ես խոսացել, անիծել ես, հայոյել ես, ինչ որ ասես։ Այսօր գալու ենք ասենք Հիսուս, կներես կյանքս քեզ եմ տալի։ Այսօրվանից իմ Տերն ու իմ Աստվածը դու ես։ Եթե պատրաստ ես այդ աղոթքը անել, խնդրելու եմ քեզ աշկերտդ փակես ու իմ հետ կրկնես։ Ես քեզ կուղղորդեմ ուղակի։ Ովքեր համացանցում են, դուք եք կարող եք միանալ մեզ։ Դահլիճն էլ մեզ կօգնի։ Խնդրելու եմ ուղակի փակի աշկերտդ հիմա ու իմ հետ կրկնի, ասա երկնային արքա։ Ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Աստված օրհնի ձեզ սիրելիներս, Աստված օրհնի ձեզ, բարով եք եկել Աստծո տուն։ Աստվածաշունչն ասում է, այս աղոթքը մեկը որ անում է, երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալիս։ Այսօր դուք ստիպեցիք հրեշտակներին պար գան։ Տեր օրհնի ձեզ, արի հրաշքս։ Արի իմ գանձ, արի դու իմ մոտ։ Փառք Տիրոջը։
Դուք այսօր օգնեցիք, որ երկնքում հրեշտակները պարգան սիրելիներս։ Չես էլ պատկերացնում հիմա ինչ ուրախություն այնտեղ, որովհետև եթե դու հավատքով այդ աղոթք քարեր, Աստվածաշունչն ասում է, քո անունը գրվում է կյանքի գրքում։ Ոչ թե քո արած գործերի համար լավ, ոչ թե քո ապրած լավ կյանքի համար, չէ, որովհետև Հիսուսը քո փոխարեն ամեն ինչ վճարել էր, դու ընդունեցիր իր արածը։ Մենակ է դրա համար։ Ամեն մեկս էլ էս աղոթք քարելա։ Այնպես որ բարի գալուստ Աստծո տուն, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Սիրելիներս, դուք այսօր արդեն մեր հետ կարող եք ընդունել հաղորդություն։ Դրա համար ես կխնդրեմ մի փոքր, մի փոքր, եթե հնարավոր է հետ գնաք, ծառայողները գան, ես մի երկու խոսք կխոսամ հաղորդությունից ու մենք կօրհնենք, հետո դուք կընդունեք հաղորդությունը, ես այնտեղ վերևում ձեզ եմ սպասելու։ Մեր եղբայրներ, քույրերն էլ այնտեղ են, որ ձեզ նվեր տան Աստվածաշունչ նոր կտակարան։ Համ կբարձրանաք առաջինը դուք, համ ես ձեր համար յուղով կոծեմ ամեն մեկիդ, համ էլ կբարձրանաք վերև, որ ծանոթանանք ձեր հետ շփվենք, լավ։ Աստված օրհնի ձեզ։ Տեր ջան, ես խնդրում եմ հեռացնես ամեն խլություն իր կյանքից։ Հիսուսի անունով Տիրոջ բժշկությունն է մրճակում քո կյանքում։ Եվ փաթթա Հիսուսի զորավոր անունով թող քանդվի ամեն կապանք։ Ամեն։ Ամեն։ Էս վերցրեք երեխուն։ Աստված օրհնի շատ։ Աստված օրհնի շատ։ Ես մի երկու խոսք խոսամ հաղորդությունից, հետո մենք կաղոթենք իրար հետ, լավ։ Մատթեոս 26-րդ գլխում գրված է այսպես, 26-րդ խոսքում։ Հիսուս աշակերտների հետ վերջին ընթրիքին նստած են եւ գրված է. նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացը վերցրեց եւ օրհնելով կտրեց եւ աշակերտներին տվեց եւ ասեց. Առեք կերեք, գոհացավ, տեսեք, եւ ասեց առեք կերեք, այս է իմ մարմինը։ Այնպես էլ բաժակը առավ, նորից գոհացավ Աստծուց, նրանց տվեց եւ ասեց. խմեք դրանից ամենքդ, որովհետեւ այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղած։ Գիտեք, սա հաց է, սա էլ գինի է, բայց մենք հիմա օրհնելու ենք, որ սա դառնա մեր համար Տիրոջ մարմին, սա էլ Տիրոջ արյուն, որ մենք ընդունենք մեր Տիրոջը մեր մեջ։ Ոնց որ Հիսուսը արեց, աշակերտներին տվեց հաց, ասեց սա էլ հաց չի, գոհացել էր, օրհնել էր, ասեց սա իմ մարմինն է, որ ձեր համար խաչվում է։ Սա էլ գինի չի ձեր իմացած, սա իմ արյունն է, որ ձեր համար թափվում է։ Ամեն անգամ ասեց արեք դա իմ հիշատակի համար։ Մենք հիմա անում ենք այն ինչ որ Հիսուսը պատվիրել է մեզ։ Մենք հիմա օրհնելու ենք այս հաղորդությունը, այս պարգևները, հռչակենք սուրբ հաղորդություն։ Դրանից հետո դու մոտենալու ես, վերցնես քո հացը, քո գինին, ընդունես քո հաղորդությունը, քո Տիրոջը ընդունես քո ներսում։ Ամեն։ Ես խնդրել եմ դրա համար դու պարզես ձեռքդ, հիմա օրհնենք այս պարգևները։ Երկնային Արքա, մենք քո առաջ ենք բերում այս հացն ու գինին ու խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես, որպեսզի այն դառնա մեր համար քո թանկ արյունն ու մարմինը։ Երկնքի երկրի առաջ մենք գոհանում ենք քեզանից Տեր Հիսուս քո արած զոհի համար։ Ու ասում ենք շնորհակալ ենք, դու ոչ միայն ծնվեցիր, այլ մահացար մեր համար Տեր։ Մահացար, որ մենք ապրենք։ Մենք քեզ փառք ենք տալի։ Գոհանում ենք քեզանից Տեր, քո արած զոհի համար։ Ու բերում ենք քո առաջ այս պարգևները ու խնդրում ենք օրհնես։ Եվ մենք հիմա երկնքի երկրի առաջ օրհնում ենք սա ու հռչակում ենք սուրբ հաղորդություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Սիրելիներս, ես հիմա խնդրելու եմ։ Ես կխնդրեմ ոչ մեկ առաջ չգա, մենք ուզում ենք առաջինը պատվել նոր եկածներին։ Դրա համար ես խնդրելու եմ, ովքեր որ առաջի անգամ են, ամեն մեկը մոտենում եք ձեր դիմացը կանգնած եղբայրներին, վերցնում եք հացը, վերցնում եք գինին, ընդունում եք, դուք Հիսուսին եք ընդունում, խնդրում եմ, գնահատեք այդ պահը։ Դուք հաց չեք ընդունում, դուք մեր Տիրոջն եք ձեր ներսը ընդունում։ Այդ վերապրումով, որովհետև սա խորհուրդ է շատ կարևոր քրիստոնեական։ Այդ վերապրումով ընդունում եք, հետո այսպես կբարձրանաք վերև, համ մենք ունենք ձեզ նվեր, որ ուզում ենք փոխանցենք, համ էլ ես այնտեղ ուզում եմ անպայման բոլորիդ համար աղոթեմ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Ես հիմա կվերցնեմ յուղը, մեր նոր յուղը,
կբարձրանան վերև, խնդրել եմ ոչ մեկին չմոտենա հա սկզբից, մենակ սկզբից նորերը։ Դուք հիմա կարող եք վերցնել, ընդունել ու մեր ծառայողների հետ կամանց բարձրանաք։ Երբ որ նորերը բոլորը կանցնեն, նոր ժողովուրդը կարող է մոտենալ, ընդունել։ Տերը օրհնի ձեզ, մեր հրաշք փառաբանության ներքո եկեք մեր հաղորդությունը ընդունենք։ Աստված օրհնի ամեն մեկին։ Մեծարում են կանասով